Բարի երեկո հայություն, ինչպես խոստացել էի, հաշիվ ոչ թե խոստացել էի իմ պարտականությունն է, պարտավոր եմ եթերը, YouTube-յան եթերը, բայց նոր չգիտեմ ինչի չկարողացա միանալ էջին, YouTube-յանս էջին չկարողացա մուտք գործել եթերի համար, ինչ-որ վեբկամերա, ես իմիշ չհասկացա, նոթբուքը չմիացեցի, որովհետև այնտեղ դեռ չեմ գրանցեցի, նոր կգրանցեմ եւ այլն, կարևորը դա չի։ Այ հիմա խոսքով զապիսը կանեմ, կդնեմ, որը խոստացել է այսօր YouTube-յան էջից 20:00-ին։ Նախ կտեղադրեմ նյութերը Facebook-յան էջին, նոր, ասենք YouTube-յան նույն էջում։ Խնդրում եմ գրանցվեք, նայեք, տեսեք, ավելի իմացեք, տարածեք։ Կրկին անգամ կրկնում եմ, ես բլոգեր չեմ, ինձ հաշվի համարներ պետք չեն, որ փող ուղարկեք, ես փող չեմ ուզում, ոնց որ դոգնա, մյուսնա այդ իրենց պորնկացրտված ոհմակով, որ այդպիսի քաքեր են ուտում, ժողովրդի հաշվին, խաբելով, էքստրեմի հաշվին։ Թեման, մեր այսօրվա թեման լինելու է հիմնականում առկա իրավիճակի մասին, Անդրայության դեպքում շատ, ասենք, որոշ հարցերի մասին, եթե հարցեր կլինեն, որոշ թեմաների մասին հարցեր կլինեն, ես կարող եմ առանձին անդրադառնալ, պրոբլեմ չկա, իմ համար դժվար չի, գույն այստեղից մի ձևի պետք գանք, մինչև իմ մուտքը Հայաստան բացվել է։ Խոսենք նախ սեպտեմբերյան դաժան պատերազմի, որը պետությունը չգնահատեց որպես պատերազմ, հարձակում չգնահատեց, դրա շուրջ կատարվող այդ կռիսական, էլի, չասեմ մոնոպոլի, կամ ես ինչ, ասեմ կռիսական խոդերի մասին, որպեսի թշնամացնեն վերջի հույսը հայ-ռուսական հարաբերությունները, մանրակրկիտ այդ մասին խոսեմ երեք տեղի ունեցած Սևան զգեստ մայրերի նկատմամբ նման ասքերական վերաբերմունքից և խոսեմ ինչ է սպասվում գեոպոլիտիկայով մեր տարածաշրջանում։ Խոսեմ հնարավորինս հասարակ ոճով, խոսեմ հնարավորինս մեզ հասու լեքսիկոնով եւ այլն։ Ինչևից է, նախ խոսքս ուզում եմ սկսեմ այն հանգամանքից, որ հիմա Հայաստանում այս պահին տեղի ունենում հանդիպում Ռոբերտ Քոչարյան, Սերժ, Լևոն եւ Կաթողիկոս։ Ես իմ նախապես անալիզներով պատկերացնում եմ գործընթացը, որ ինչա կա տեղի ունենում, ես իմ Facebook-յան էջում արդեն գրել եմ ինչա տեղի ունենում, իմ պատկերացումն է դա։ Եվ արդյունքը ես արդեն կանխագուշակում եմ արդյունքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր կոչված Լևոն Տեր-Պետրոսյանը տականքը չի կարող դեմ դուրս գալ մի բանի, որի հիմնադիրը ինքն է եղել, չի կարող դեմ դուրս գալ մի գործընթացի, որի հիմնադիրը ինքն է եղել։ Առավել եւս այն ժամանակահատվածում, երբ իր ճտերին դեռ ֆիզիկական, այսպես ասեմ, վրեժխնդրության սկիզբ չկա կամ ասենք հեռանկարները Հայաստանում չի երևում։ Դա նրանց ոչինչով չի վախեցնում, դեռ դրանք գիտեն, որ դժվար թե Հայաստանում ֆիզիկական, ասենք, վրեժխնդրության առողջ մտածել կերպը գործի, որովհետև պատերազմի այդ բանի ընթացքում այս թեմային էլ կանդրադառնամ, ինչ նկատի ունեմ։ Սերժ Սարգսյանը պետք է ապահովի իր անվտանգությունը եւ իր եսամոլությունը, որպեսզի չբացահայտվի այն հանգամանքը, թե ինչ ճանապարհներով է Նիկոլ Փաշիևը եկել իշխանության, իր դերն ու Սերժի դերն ու նշանակությունը, իտոգում մի արդյունք կասի, Նիկոլը սխալ արեց, մենք սխալվեցինք, հա, այսպես ասեմ։ Ոյ, հեսա մի րոպե։ Լավ, թող գա, մեկը չի խանգարում, SMS-ն են գալի։ Ինչևից է, Կաթողիկոսը իր չեզոք դիրքից, բայց ավելի շատ հակումով Ռոբերտ Քոչարյանի, բայց չեզոքություն ապահելու, այսինքն ստրախովկա լինելու, որ եթե չստացվի, գույնը իրեն նույնիսկ չկպնեն, որովհետև բանակցություններ ունեն, պայմանավորվածություններ ունեն, Շվեյցարիա գնացին, գումարների հարցեր կարգավորեցին մոտ 3 քանի միլիոնի, մի խոսքով, չեմ ուզում այդ թեմաները անդրադառնալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը պնդելու է, գնալու է
մինչև վերջ Հայաստանի փրկության նպատակների գլխավոր եւ գերնպատակի մասին, մնացած բոլոր անձնական այդ նպատակները մի կողմ դրած։ Այսինքն նա գործելու է մեկ կիսա կողմնակցով երկու ընդդիմության հետ։ Այսինքն փաստացի ասում եմ, որ Սերժն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների արդյունքը այս պայծրությամբ ու ընդհանրապես լինելու է խոչընդոտային։ Կարող է ինչ-որ որոշակի համաձայնությունների հետ բան կան, դա էլ նշանակում է, երբ որ ընդհանուր համաձայնության չեն եկել, որոշակի համաձայնություններ են եկել, դա նշանակում է ցանկացած պահին նրանք կարող են ասել, որ հենց վերցնենք սենց մեր բանակցությունների ժամանակ պետք է մոծակ չթռներ։ Այդ տեսակ մոծակը թռավ։ Մենք մեր բանակցությունները, պայմանավորվածությունները հեչ ենք համարում։ Այսպեսի մի իրավիճակ ալելու, բայց ասեմ ձեզ, Հայաստանը հայկական բարոյականության արժեքը ճիշտ գնահատելով Հայաստանի վերջին տարիների վերջին 30 տարիների մասնախոսքը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ապրած խաղաղության ժամանակաշրջանը ճիշտ է գնահատելու նրա տարիներին տնտեսության վերաճի, Հայաստանի Հանրապետության միջազգային հանրության համակարգում բարձր դիվանագիտական աստիճան ունենալու, շատ լավ կպատկերացնի ամեն ինչը եւ ինչպես բոլոր լավ բաները, որ մենք տեսել ենք ընդհանրապես Հայաստանում ինչ լավ բան մենք տեսել ենք այդ ժամանակաշրջանում ոչ այլ ուրիշ ժամանակ։ Դրանից հետո մենք անկումներ ենք ունեցել, անկումներ, թալան, սնանկացում, հասարակության աղքատացում, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ աճել ենք, քաղաքակիրթ պետություն, միջազգային դիվանագիտություն, Սերժի ժամանակ անկումներ, որի արդյունքը մենք հիմա վայելում ենք մեր եռաբլուրի ցավոք սրտի մեծացման հանգամանքով։ Դե Նիկոլի նպատակն է եռաբլուրը մեծացնի, որ Ալիևը գա դեր դաչա սարքի։ Ինչևից է։ Արդյունքը լինելու է մեր միաբանությունը, մենք պետք է միաբանվենք, մեր կամքին դուրս գանք, անznազոհաբար միաբանվենք մեր հայրենիքի փրկությանը, գնալ ամեն ինչի, կիսվել ամեն ինչով, հոգով, էությամբ, ֆիզիկապես եւ այլն, հասնել մեր ազգային արդյունապատվությանը եւ մեր պետականության կայունացմանը։ Սա է լինելու եւ սա է ամենաճիշտ տարբերակը։ Իսկ հիմա սկսեմ նախ նաեւ զգուշացնեմ, որ նույն մի քանի վիդեոներ լինելու, որովհետև Facebook-յան համակարգը 15 րոպեից ավել իմ ընդհանրապես վիդեոներ չի ընդունում իր մեջ, չի գրանցում, որովհետև երեք չեմիսորվա եթերը 11-ը 15 րոպե էր, մոտ մյուսը 20 էր, չկարողացա բանանել, դրեցի YouTube-յան էջ, հետո YouTube-յան էջով տեղադրեցի։ Ես հիմա կաշխատեմ 15 րոպեներով այդ եթերները անել, 2-ից 3 դուք կարծեմ համարակալած կլինի, կնայեք եւ այլն համարակալված է։ Ինչ է կատարվել, ինչ եղավ, ինչպես եղավ։ Առաջի ամենա արդիական, այսպես ասեմ, իրավիճակային, շանտաժային Հայաստանի կործանման կարևորագույն գործընթացը։ Բոլորս տեսանք սեպտեմբերի 13-ից հետո ինչ կատարվեց Ջերմուկում, Վարդենիքում, Վարդենիսում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորում եւ այլն։ Այսինքն մեր եռաբլուրը եւս հարստացավ ցավոք սրտի եւս 300 մեր զինվորներ, որոնք ամեն մեկը մի տան ճրակ են, որոնք ողբալի վիճակ են մենք չխորանամ այդ մասին, ինչևից է։ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Հայաստանի ներքին դիվանագիտությունը եւ թրքափալլաս ընդդիմական գործելավոճները փոխարենը միաբանվեն Հայաստանի պաշտպանության, Հայաստանի արդի իրավիճակի քաղաքական ներքին ամեն ինչին, առաջնային դրոշակակիրները դարձան հայ-ռուսական հարաբերությունները թշնամացնելու, վարկաբեկելու եւ այլն տարբերակին։ Մի հանգամանքի, որը այսօր զգաստ է պահում Ադրբեջանին, Հայաստանի նկատմամբ, զգաստ է պահում Նիկոլ Փաշիևին, որը գործում է հանուն Ադրբեջանի։ Ինչ արեցինք մենք։
խախնվեցինք հերթական մի տականքների գործողություններին։ Իսկ հիմա փաստերով եւ ժողովրդական օրինակներով։ Հասարակ բան։ Մենք չենք դուք եք ժողովուրդ ջան։ Նախ ժողովրդական տարբերակն ասեմ, որտեղ 5 րոպե բանամն ասեմ, հետո կշարունակեմ երկրորդ եթերով արդեն միջազգային քաղաքականությունով։ Ժողովուրդ ջան, մենք սենց հարց։ Դուք բոլորդ ապրում եք գյուղում, քաղաքում, ամեն տեղ։ Ունեք 2 հատ, 3 հատ, 5 հատ հարևան։ Այդ ձեր 2 հարևանները իրար սկսում են տապել, ջարդել, կռվում են իրար հետ։ Այն մի հարևանը ուժեղ է։ Այս մի հարևանն էլ կռիսական իրանա պաշտպանում, բայց իրան նավարին դեմ է տալի։ Աբիժնիկ բոզի տղա է, այսպես ասեմ։ Դու բարեկիր, հզոր, ուժեղ, հեղինակություն վայելող, կարոջի, կրթված հարևանն ես։ Արա տերում ես իրար ուտում են, ուզում ես այդպես բարի բան անես։ Բարի շացնես։ Չթողես կռվեն։ Պաշտպանես էլի, մի բան անես։ Այդ երկու կռվող հարևանները, որ իրար հետ թշնամի են, շուռ են գալի քեզ, այդ լավ հարևանին, բարի հարևանին, ուժեղ հարևանին, շուռ են գալի, ասում են, ախպեր գործ մի ունեցի էլի կարոջի իմ հետ։ Թող մենք դրանք իշ կանենք էլի, մենք գիտենք։ Ծայրահեղ դեպքում Եթե Մարտունեի հարևաններն են կռում, ծայրահեղ դեպքում ասում եմ, մեզի խոսքի Մարտունեցի պետք չի, մենք կսպասենք Գորիս բանից, Մեղրից մարդ կգա։ Այսինքն իր համար ամենահեռու տեղից։ Բայց իրանք սպանվում են։ Հետո այդ ընթացքում բամբասում են, ցույց են տալ այդ բամբասանքը, որ գիտես ինչ կա, այս լավ հարևանը, որի հետ մենք լավ հարաբերությունների մեջ էինք, հարգանք պատիվ կար, մեզի դավաճանեց։ Մենք կռիվարին չեկավ մեզի օգնեց։ Հələ մի բան էլ, այս հարևանը, այն հարևանի հետ, այն բաներ դվիժեներ էր անում, մեկ էլ մյուս։ Հիմա, ինչա պարզվում։ Որ ձեր հարևանն է լավը, որն է վատը։ Մենք անգրագիտության, կեղծիքին, ստին ավելի շատ ենք տրվում, թեկուզ շատ լավ գիտակցում ենք, որ սուտը, կեղծիկը, դրանք արունախում դաժաններն են, վատն են, ամենավատն են, ոնց են ասում, ստի գլուխը կարճ է, կտորի գլուխին քար կա, ոտը կարճ է, ինչ են ասում, ստի հետ։ Եվ ստին մենք անմիջապես ենք հավատում կյանքի բնական կարգով, որովհետև միշտ ռեֆլեքսայինորեն ձգտում են սուտը ճշտել։ Այսինքն դա ռեֆլեքս է, չէ՞, որ մի բանը, արա կարող է էսի սուտ լինի, կամ կարող է էսի ճիշտ լինի։ Երկու դեպքում էլ նայեք, ինչ ասում։ Լսած ինֆորմացիան կարող է էսի ճիշտ լինի։ Այսինքն դու չես հավատում այդ քո լսած սուտին։ Երկրորդ դեպքում հարց ես տալի։ Կարող է էսի էր ճիշտը։ Երևի հաստատ էսի ճիշտ են ասում, հա։ Այսինքն ստացվում է երկու դեպքում դու սուտին չես հավատում։ Իսկ երբ որ ձեզ ճշմարտություն են ասում, դե, այն այն ֆլանկյասը սենց ասում, արա ոտի մեջից չի ասում։ Դե, յանում թողել է ախպեր, թողել է տենանք այս սուտի, ոնց ենք մենք ռազմիրատում, խի քո ասած ճիշտը մենք պետք է լսենք։ Տենա թողում ենք ռազմիրատել ենք, տենանք ճիշտ է թե սուտ է։ Այդ փորձը բուկվալին եթերից վիդեո նկարանալուց մի որոշ ժամանակ, մի կես ժամ ընթացքում ինձ շատ հարազատ մարդու հետ ենք խոսում, նույն երևույթը իրականացավ, ես նույն ձևել բացատրեցի։ Դուք ոնց եք մեղադրում Ռուսաստանին։ Այսինքն դուք ոնց եք մեղադրում այն հարևանին, ով որ ձեր փրկիչն էր։ Բայց չեք հավատում փրկիչին, հավատում եք ձեզ կործանիչին։ Շարունակությունը երկրորդ վիդեոյում։